Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն։ Նրանք են, որ ինձ համար վկայում են։ Հովհաննես 5:39։ Հիսուս Քրիստոսն Աստվածաշնչի ալֆան և օմեգան է։ Նա դրա սուրբ էջերի մշտական թեման է։ Սկզբից մինչև վերջ դրանք նրա մասին են վկայում։ Արարչագործության ժամանակ մենք միանգամից նկատում ենք նրան, որպես սուրբ երրորդության անձերից մեկը։ Մենք նշմարում ենք նրան կնոջ սերնդի խոստման մեջ։ Տեսնում ենք նրա խորհրդապատկերը Նոյան տապանի պատմության մեջ։ Քայլում ենք Աբրահամի հետ և նրա հետ միասին տեսնում Մեսիայի օրը։ Իսահակի և Հակոբի հետ վրանների մեջ ենք բնակվում, կերակրվելով շնորհքի խոստումներով։ Լսում ենք, թե ինչպես է Իսրայելն արդեն պատկառելի տարիքում խոսում Սելովի Գալստյան մասին, որ նրանն է ժողովուրդների հնազանդությունը։ Ծննդոց 49:10։ Եվ օրենքի բազում տարբեր դրվագներում, տարբեր օրինակներում գտնում ենք Փրկչի նախատիպը։ Մարգարեներն ու թագավորները, քահանաներն ու քարոզիչները բոլորն էլ մի ուղղությամբ են նայում։ Նրանք կանգնած են այնպես, ինչպես քերովբեներն էին կանգնած տապանակի առջև, և ցանկանում էին տեսնել դրա ներսը և ըմբռնել Աստծո մեծ քավության առեղծվածը։ Ինչևէ, նոր Գտակարանում ավելի ակնհայտորեն է երևում, որ մեր Տերը միայն գերագույն թեման է։ Այն պարզապես մի փոքրիկ ձուլակտոր չէ, ոչ էլ ոսկու բարակ շերտ, այլ այստեղ դուք կանգնած եք ամուր հատակի վրա, որն ամբողջովին ոսկուց է, քանի որ նոր Գտակարանի ողջ էությունը խաչյալ Հիսուսն է, և նույնիսկ դրա վերջին նախադասության մեջ հիշատակված է Փրկչի անունը։ Մենք պետք է միշտ այս լույսի ներքո կարդանք Սուրբ Գիրքը։ Մենք պետք է խոսքը համարենք մի հայելի, որի մեջ նախ Քրիստոսն է նայում երկնքից, այնուհետև մենք ենք նայում ու դրա մեջ տեսնում նրա երեսի արտացոլանքը։ Ճիշտ է, այդ պատկերն այնքան էլ հստակ չէ, սակայն օրհնյալ պատրաստություն է մեզ համար, որ շուտով տեսնենք նրան, ինչպես որ է, երես առ երես։ Նոր Գտակարանը Հիսուսի ուղերձներն է պարունակում, որոնցից նրա սիրո անուշահոտությունն է բուրում։ Դրա էջերը մեր թագավորի հանդերձներն են, և դրանց բոլորից Զմուրսի, Հալվեի և Կասիայի հոտ է գալիս։ Սուրբ Գիրքը թագավորական կարգ է, որով Հիսուսն է շրջում, և նրանից սեր է տարածվում Երուսաղեմի աղջիկների համար։ Այն Սուրբ Հիսուս մանկան խանձարուրն է։ Բացիր այն և կգտնես քո Փրկչին։ Աստծո խոսքի բուն էությունը հենց ինքը Քրիստոսն է։